Ես կարծում եմ, որ սա է ժամանակավոր պարտությունը, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ Մեկը լինելու է տունդարձը։ Ես հիմա էլ չեմ կարող պատկերացնել, որ չկա Արցախ։ Խրամատում էլ կարայի լինեի, առաջնագծում, բայց ինտեղը թիկունքն էր։ Մենք պետք է սրբագրվենք մեր հաղթանակով, որտեղ չի կարող ասենց լինի։ Ես հավատում եմ մեր հայ ժողովրդի մարտական ոգուն, ռազմական, նրա կամքին։ Այսքանից հետո ոնց կարա հայը հային ատի։ Ձեռքս շարելներ օրենք կընդունեի, արգելվում է հիասթափվելը։ Պարոն Հովհաննիսյան, հետևում եք Արցախ TV-ի աշխատանքին, ինչ առումով եք կարևորում մեր աշխատանքը այստեղ, այս ձևաչափով։ Արցախ TV-ի աշխատանքին հետևում եմ, միանգամից այդպես պատասխանեմ։ Ինչն եմ կարևորում։ Նախ կարևորում եմ Արցախ TV-ի գոյությունը։ Բայց կան լրացնելու շատ թեմաներ։ Արցախ TV-ում ավելի շատ չեմ ասում քաղաքական աստար, բայց ֆորմատը, ոչինչ որ ասեմ։ Ասեք, իհարկե։ Կարծում եմ, այնտեղ շատ ապակասում ինչի մասին պիտի խոսի մշակութային բաժինը, մշակութային եւ կրթական բաժինը, որովհետեւ հիմա մենք բոլորս հայտնվել ենք այն վիճակում, որ մենք մեր մասին կարող ենք խոսել միայն մեկ կարևոր հարթակից, մշակութային հարթակից։ Աշխարհին կարող ենք բարձրաձայնել մեր մասին միայն մշակութային հարթակից։ Ամենուրեք ասում են, որ Արցախը մերը չի, որ արցախցին ենտեղ, հյուրեր եւ այլն, չեմ ուզում խորանամ եւ չեմ ուզում ինչ-որ հիմա այտենց այդ մեր հակառակորդի, թուրքի, թրքի, կեղտոտ վարած քաղաքականության մասին խոսեմ, իսկ մենք ինչով պետք է նրանց հակազդենք։ Տեղահանում բնակչությամբ եղավ, չէ, հիմա սպիտակ եղեռնա, չէ, ավիրում են մեր նյութական մշակութային արժեքները, փորձում են կորցնել մեր հետքը, այնքան տխմար են, որ ասենք մի վանք ու եկեղեցի քանդելով ախր դու ոնց կարաս կորցնես մեր հետքը, ուրեմն աշխարհով մեկ նաև դրանք պետք է անգնեն, կտրեն, պոկեն, պատմության գրքի էջերից, պատմական հիշողությունից, ջնջեն, Դուք էլ այս առումով բավականին մեծ աշխատանք եք տանում։ Ինֆորմացիան տեղեկատվությունը, որը հայի եւ Արցախի մասին է։ Գիտեք ինչ, տեղահանվելուց հետո շատ աշխատանքներ տանելու կարիք կա։ Ցեղասպանությունից հետո 1915 թվականի, երբ որ հայը ծրվեց ողջ աշխարհով մեկ, առաջին գործը նա էր պահելու, պահպանելու իր դպրոցը, իր բարբառը։ Ամենուրեք բացվեցին հայկական դպրոցներ, բացվեցին հայկական եկեղեցիներ։ Ես չեմ ասում, գալով այստեղ Հայաստան պետք էր կառուցվել Արցախյան եկեղեցի, որովհետև այտենց բան գոյություն չունի։ Եվ գիտեք, ընդհանուր առմամբ Արցախյան մշակույթը, ասենք, գոյություն չունի, ինչու, որովհետև ինքը դիտարկվում է ընդհանուր հայկական մշակույթի կոնտեքստում։ Գալով այստեղ եւ ունենալով արդեն Արցախ TV-ն, նորից հիմնելով Արցախ TV-ն արդեն Հայաստանում, այո, պետք է խոսել Արցախյան մշակույթի մասին։ Դեռ 23 թվականին էր պարզ այն փաստից հետո, որ աշխարհը թքած ունի մեզ վրա, եւ նա մեր մասին չէր էլ խոսում, եւ մեր մասին կարող ենք խոսել միայն մենք։ Ստեղծվեց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը։ Ստեղծեցինք իմ գործընկերներով, այո, Արցախի գործընկերների հետ միասին եւ այն հանձնեցինք ձեզ, որպեսզի դա լինի այն հարթակը, որտեղ կարելի է հավաքագրվել։ Արցախում գրանցված 3000 մշակույթի գործիչները, եթե բազմապատկում էին 3-ով, իր ընտանիքի անդամներով ստացվում էր 9000։ Եվ այդպես մենք խումբ առ խումբ կարող էինք հավաքագրվել։ Եվ այս մեկ տարվա մեջ Աստված իմ, կարող էինք շատ բան անել։ Միայն մշակութային հարթակից բարձրացնելու Արցախցու ինքնորոշման հարցը։ Ինքնության, որովհետև դա ամենակարևոր խնդիրն է այս պահին։
պետք է մեզ ընդվզելու, մեր մասին խոսելու խոչընդոտ չհանդիսանար, որովհետև դա ժողովրդի կամք է։ Արցախի կառավարությունը կա, թե չկա, գործում է պաշտոնապես, թե չի գործում պաշտոնապես, բայց իրականում կա մարդը, արցախցին, ով բռնի ուժով տեղահանվեց իր մայր հողից, իր ծննդավայրից։ Զարմանալի ու հրաշալի երկիր է Արցախը, աշխարհի որ ծայրից էլ գաս այստեղ կհերոսանաս։ Արցախում եք ասել համահայկական 7-րդ խաղերի ժամանակ։ Այդ օրերին բացահայտեցիք Արցախը։ Արցախը իմ հայրենիքն է։ Ոնց կարամ ես իմ հայրենիքը ուշ բացահայտել։ Չէ, դա հնարավոր չի։ Արցախը ի սկզբանե բացահայտված էր իմ մեջ, իմ ընտանիքում։ Այնպես չի, որ Արցախը հանկարծ ես ինձ համար բացահայտեցի, ինչ է եկել է յանեի համահայկական խաղերը։ Չէ, չկա այդպես, չէ։ Մեծ խանդավառություն, ուրախություն էր տիրում այդ օրերին ամբողջ Արցախում ու թվում էր մենք շատ մոտ ենք Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հա, որովհետև բոլոր աշխատանքները, տեսեք, ես մասսայական հանդիսությունների ռեժիսոր եմ եւ ինչու՞մն է կայանում մասսայական հանդիսության գլխավոր նպատակը, իմաստը, դա լավագույն հարթակն է քարոզչության։ Դա հայրենասիրություն կլինի, մեր ինքնության մասին կլինի խոսքը, մեր կենցաղը, մեր հաղթանակները։ Այնտեղ անգամ ներկայացման մեջ խոսքեր ունեի, որ եթե եղել են կռիվներ, պատերազմներ, որ մենք չենք հաղթել, բայց եւ չենք ծնկել։ Իրոք չենք ծնկել, եթե ծնկած լինեինք, այսքան հազարավոր տարիներ մենք հնարավոր չէր, որ գոյություն ունենայինք։ Չենք ծնկել, ինչ էլ պարտություն որ եղել է ժամանակավոր։ Ես կարծում եմ, որ սա է ժամանակավոր պարտությունը, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ Մեկը լինելու է տունդարձը, մեկը գնալու ենք։ Իմ առջև հետևյալ խնդիրն էի դրել, որ ցույց տայինք աշխարհին, որ մենք ոչ միայն լավ զինվոր ենք, ոչ միայն մենք տիրապետում ենք ռազմական մշակույթին, գերազանց, այլ մենք շատ մշակութային երկիր ենք, որպես Արցախ աշխարհ։ Սա էր գերակա նպատակս, որ իրականացրեցի։ Գիտեք, համահայկական խաղերի ժամանակ ես Հայաստանից գրեթե մարդ չեմ բերել բացի աշխատանքային խմբից։ Անգամ իմ օգնականների քանակը շատ քիչ է։ Նմանատիպ միջոցառումների ժամանակ սովորաբար ես մեծ աշխատանքային խումբ եմ ունենում, բայց Արցախում ես երևի 10-12 հոգի ամենաշատը այնտեղ, գուցե եւ շատ է։ Դու կարիք չկա։ Չէ, որտեղ ես կարիք ունեի այնտեղից հայտ բերեի, բացահայտեի արցախցիներին, տեղացիների հետ ես աշխատեի։ Իմ եւ ստեղծագործական խմբում եւ տեխնիկական խմբում շատ արցախցիներ կային։ Ես իրենց էի փորձում այնտեղ սովորեցնել, ինչպես կարելի է կազմակերպել նմանատիպ միջոցառում։ Իսկ կպատկերացնեիք, որ համահայկական այդ միջոցառումը մինչ այդ կոնիֆան չճանաչված պետությունների ֆուտբոլի առաջնորդները վերջինը կլինեին, կպատկերացնեիք։ Գրեթե ոչ 19 թվականը, 18 թվականի կեսերից սկսած ես գրեթե ապրում էի Արցախում։ Կպատկերացնեիք, որ այդ ամենը վերջինը կլինեին։ Չէ։ Ես հիմա էլ չեմ կարող պատկերացնել, որ չկա Արցախ։ Ինչպես որ Արցախցին քնում է հիմա Հայաստանում, բայց ամեն առավոտյան արթնանում Արցախում։ Գիտեք, իմ մոտ էլ ադից։ Ես էլ որ հիմա արթնանում եմ, ես էլ միշտ Արցախն է գալիս ամեն առավոտ իմ աչքի։ Իսկ երբ ասում էիք հզոր ներուժ ունի Արցախը, ի՞նչը նկատի ունեիք։ Մարդու։ Բնությունը ամեն ինչ իրան նարել էր։ Բնությունը նաև այնտեղ ծնել էր իր մարդուն, իր պահապանին։ Արցախցին, Արցախի լեռնաշխարհի, Արցախի ողջ ես, չգիտեմ, աշխարհի պահապան հրեշտակն էր Արցախցին։ Երբեք նա չէր ծնկել։ Երբեք նա ոչ մի դեպքում չէր լքել իր ծննդավայրը։ Էս ոնց եղավ 21-րդ դարում։ Էս ինչքան մենակ մնացինք։ Էս ոնց կարացավ թուրքը հիմա մեզ հաղթի։ Կարծում եմ թուրքը մեզ հաղթեց, որտեղ սկսեց մեզ հետ խոսել հայերեն։ Միջև այդ թուրքը խոսում էր իր լեզվով,
հետո փորձում էր խոսել աշխարհի տարբեր ազգերի ժողովուրդների լեզուներով, ապացուցելու ինքը, ճիշտ է, որը չէր ստացվում, որտեղ այնտեղից հայն էր պատասխանում, ու հայերեն իր ուժով, իր մշակույթով։ Մենք որտեղ թերացանք։ Խաբվեցինք գուցե։ Իսկ կարծում եք Արցախցին այստեղ եւ հիմա ոտքի կանգնելու, հզորանալու ուժ ունի։ Իհարկե, ցանկություն լինի, թող կոպիտ չհնչի։ Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Եթե շատ ցանկանանք, կմիավորվենք։ Եթե շատ ցանկանանք, որ աշխարհը լսի մեր ձայնը, աշխարհը կլսի մեր ձայնը։ Խնդիրը ստեղծում է պայքար։ Ասում ենք, նաև չկա առաջնորդ։ Ով ասում։ Իսկ կա պայքար, որ լինի առաջնորդ։ Կա ծրագրավորված նպատակ, որ լինի առաջնորդ։ Կա մեկը, որ ուզում է այդ ծրագիրը գրի, թիմային աշխատանք, սկզբում պետք են 1, 2, 3 հոգի։ Խնդիրը ստեղծում է պայքար։ Պայքարից ծնվում են առաջնորդ կամ առաջնորդներ։ Եթե չկա պայքար, որտեղից ծնվի։ Եթե չկա շփում, բավականաչափ չենք գոռում, այսպես ասած, բարձրաձայնում, որ Facebook-յան աշխարհը էջերում, լսի։ իսկ ինչի չենք գրում նամակ տարբեր միջազգային կազմակերպություններ։ Եկեք մենք գրենք, ես sense հեքիաթ եմ Բազմիցս է պատմում։ գրվել։ Չէ, կապ չունի, ես հեքիաթ եմ պատմում։ Գիտեք, ես մինչև հիմա հավատում եմ հեքիաթների, որովհետև մանկուց ինչ հեքիաթ լսել եմ, այնուհետև որ դարձել եմ տարաճանաչ, ինչ կարդացել եմ, բոլոր հեքիաթները դարձել են իրականություն։ Մենք ամեն օր պետք է գրենք։ Մենք ամեն օր պետք է խոսենք մեր մասին, ոչ միայն հայերեն Facebook-յան էջով կամ մի նամակ գրեցինք, նստենք ու սպասենք դրա պատասխանին, չէ։ Մենք ամեն օր 100,000 ստորագրությամբ 100,000 ստորագրությամբ նամակներ պետք է ուղարկենք։ 100,000 ստորագրությամբ։ Ոչ թե ինչ-որ մի ՀԿ-ի կամ չգիտեմ ինչի, չէ։ 100,000 ստորագրություն պետք է լինի տակը դրված, որ ուղարկենք ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ասենք մարդու իրավունքների խորհուրդ, չգիտեմ ուր մարդու իրավունքների պաշտպանին այդ միջազգային, թե իրանց պետք է հանգիստ չտալ։ Ու երբ որ նամակն ուղարկենք, պետք է չի սպասենք, պետք է խոսենք աշխարհի տարբեր լեզուներով։ Հիմա տեսնում եք աշխարհը փոխվեց, հիմա մեր հայերենը չեն լսում։ Թուրքը արդեն մեզ հաղթեց հայերենով եւ ինքը շարունակում է հայերենով մեր ստանել պարտության եւ դանդաղ մահվան, ցեղասպանելով մեր մշակութային նյութական արժեքները։ Մենք լռում ենք, մենք նամակ են գրել եւ սպասում ենք պատասխանի։ Ինչ պատասխան։ 100,000 ստորագրությամբ նամակ ունենք, այդ տեսակ նամակների մասին է խոսքը։ Բլոկադայի օրերին այնքան մենք բարձրաձայնում էինք այդ Մենք պետք է շարունակենք, կապ չունի, հիմա էլ չեն լսում, այն ժամանակ էլ չեն լսում, բայց մենք պետք է չդադարենք խոսելուց մեր մասին, մենք պետք է չդադարենք, ես գտնում եմ բավարար չի, թող հիմա լսողներն ասեն, ես ինչ է խոսում, բան եւ այլն, մենք ես ենք անում բան, մի անձնավորեք, հայ ես որպես հայ կողքից ասում եմ, կողքից եւ միջից ասում եմ, բավարար չենք խոսում մեր մասին, բավարար լեզու չենք օգտագործում խոսելով մեր մասին։ Արցախցին ինչ պիտի անի այստեղ, որ հիմա չի անում։ Ըսես։ Նայեք, ես ասում եմ, ձևավորվեց Սփյուռքը, ստեղծել կենտրոններ, ՀԿ-ներ, բարբարի պահպանման կենտրոն, գորգի պահպանման կենտրոն, այս Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը, որ ստեղծվեց, դա իր նպատակը դա էր, իր ճանապարհային քարտեզը դա էր։ Հասարակական կազմակերպությունների միջոցով ստեղծել 1-2 հարթակ, որում կհավաքվեինք ամբողջ մշակութային մեր ոչ նյութական ժառանգությունը եւ կփորձենք այն պահպանել։ Հիմա ինձ ասեք, բարբարային ինչ-որ կենտրոններ կան, թե չկան։ Կան ինչ-որ տեղեր եւ մենք էլ ունենք շատ ծրագրեր, որ մենք հիմա բացում ենք։ Ես նաեւ ուզում եմ ասեմ, որ ամենամեծ Արցախյան համայնքը ձևավորվել է Մասիսի համայնքում, գիտեմ դասավանդում են, բայց գիտեք, առաջինը պետք է այդ օջախները ստեղծել, օջախները պետք է ստեղծել, մենք չենք կարա մերձենանք և չենք կարա սենց ծծանի պես անձրևաջուրը, որ գալիս է լծվում է այս հողի վրա, սենց քաշվենք գնանք այդ հողով, մենք չենք կարա դառնանք պատի ծեպ, սվաղեն մեզ պատի վրա, հետո բերեն միջազգային իրանց անտարբերության աբոյը քաշեն մեր վրա ու դրանով վերջանանք գնանք։ Չի կարա այդպես լինի, չի կարա,
Ինչն է պակաս, պակասում են այդ ամեն ինչը։ Այո, ես ասում եմ, որ պակասում է մեր միասնական, մեր մշակույթի, կուլտուրայի, չգիտեմ, այդ ամեն ինչի պահպանման գործընթացները պակաս են ու պակաս են։ Եվ մենք ոչ մեկից ոչինչ չունենք պահանջելու, բացի ինքներս մեզանից։ Հետադարձ հասցե չունենք հիմա, բայց պետք է չխոսենք մեր հասցեի մասին հետադարձ։ Քառասունչորսօրյայի ժամանակ Արցախում էիք։ Ինչպես եւ ինչու որոշեցիք լինել այնտեղ։ Ինչ կարող է անել մշակույթի գործիչը պատերազմով երկրում։ Բոլոր պատերազմների ժամանակ ես թիկունքում միշտ աշխատանքներ եմ տարել։ Ես իմ մասնագիտությունից ելնելով լավ կազմակերպիչ եմ, չեմ գովում ինձ, դա բոլորը գիտեն։ Ինչպես հայտնվեցի Արցախում, ինչպես կարայի չհայտնվեի, դա ինձ ոչ ոք չասես, դա հայրենիքի կանչն էր։ Սա նույնպես ամբագորգոր բառեր չեն։ Այդ ամեն ինչը իրականում ստացվեց ինքնաբուխ։ Մինչև իմ Արցախ գալը Երևանում ձևավորեցինք 3 ջոկատ, 3 ջոկատներին ճանապարհեցի իմ ընկերների հետ, առաջին ազատամարտի իմ ընկերների հետ հավաքվեցինք, ստեղծեցինք ջոկատներ, ուղարկեցինք, ավելի շուտ առաջին 2 ջոկատն եկավ, երրորդ ջոկատով արդեն ես եկա։ Բայց նաև պետք է հաշվի առնես յուրաքանչյուրը, որ գնում է ինքդ ինչ կարող ես անել։ Ես խրամատում էլ կարայի լինեի առաջնագծում, բայց իմ տեղը թիկունքն էր։ Ինձ հետ էր նաև իմ տղան, տղաս ինձ չթողեց։ Ես գիտեմ շատ քիչ ընտանիքներ, շատ քիչ ծնողներ, որ իրանց զավակների հետ եկան, այո, եւ ունեցան իրանց մասնակցությունը։ Այո, ես նրանցից մեկն եմ, ով պատերազմի ժամանակ Արցախում էր։ Շատ տեղեր եղանք, շատ բաներ տեսանք, աշխատում էինք եւ գլխավոր շտաբի թիկունքի հետ, Վարդան Էրբալայան ղեկավարում, Արցախի կամավորների միության հետ, Երեմիշյանն էր ղեկավարում միությունը, ու այդպես Շարլ Անձնավորի մշակույթի տանը այն ներքնահարկում այդպես ձևավորվեց, ոնց որ որտեղ Արցախ TV-ն էր տեղադրված։ Որտեղ նաև Արցախ TV-ն էր, որտեղ շատ քաղաքացիական դեմքեր կային։ Այդ աշխատանքային մեր ջոկատում շուրջ 200 մարդ եղավ։ Հերթափոխ էինք անում անընդհատ։ Հիմնական մեր գործունեությունն էր առաջնագիծ հասցնել այն ամեն անհրաժեշտ իրերն ու պարագաները, ինչ որ պահանջվում էր։ Դուք եք հավատում, որ հաղթելու եք։ Իմ վերջի օրերն էր, որ աղջիկը զանգում, ասում է, պապ, վերադարձիր արդեն, մենք այնտեղ շատ տարված ես ամեն ինչով, ոգևորված անգամ վիզուալ տեսնելով մեր պարտությունը, ամենօրյա մեր նահանջները, արդեն Շուշիի տակի պատերազմները, արդեն Արցախի կեսը եւ այլն, աղջիկս ասում է, պապ, երբ ես գալու, եւ ասես ոնց որ թե էլի ամեն ինչ վերջացած է, ասում եմ, չէ, մինչև հաղթանակը չնշենք ես չեմ գա։ Մենք տարված ենք, մենք այդ օրը գիշերը 6-ի լույս 7-ի գիշերը, հետաքրքիր բան եմ ասում։ Հիմա ինձ Երեմիշյանն էլ կլսի, Իչյան։ Որը մենք գիշերը ժամը 3-ն էր, քանիսն էր, որ ավարտել էինք աշխատանքները, մենք առավոտվա բաշխում էինք անում, ում որ պահեսն ուղարկեինք։ Դե արդեն Շուշի չէինք ուղարկում, Շուշիի պահեսով էր առաջ արդեն խփել էին հրթիռով եւ այլն սենց, այնտեղ 4-րդ պաշտպանական էին որոշում մարդ ուղարկել, այդպես ռեսուրսները մարդկային բաշխումն արեցինք, առավոտ շուտ, ասեմ, մեքենաներն եկան այդ մարդկանց սենց ուղարկեցինք, ես էլ սենց տեսնում եմ, որ քաղաքում ինչ-որ շարժ է, ինչ-որ չեմ հասկանում ինչ է, եւ գոսպիտալի այնտեղ Հակոբ կար, դոկտոր եմ ասում, իրան միջև հիմա այնտեղ ինքը ինձ օգնեց, փրկեց եւ այլն բան, զանգ գա տալիս Հակոբ ասում, ուր եք բան, պարոն Հովանեսյան, ասում, ինչ եղել, Բարսանում եմ, շտաբ եմ գնում, ուզում էի Բարսանայի գլխավոր շտաբը, այդ օրը չգիտեմ ինչի տենց Բարսանում եմ, ասում, ուր եք Բարսանում, ասում,
հոսպիտալն արդեն էվակուացրել ենք եւ մենք հիմա Դրամբոնի մոտ ենք արդեն վիրը ասում են ոնց էվակուացրել եք, ասում սկսել է էվակուացիա, ոնց որ այդ պատկերը նոր եկավ աչքիս առաջ, այդքան մեքենաների հոսքը, մարդկանց այդ խառնաշփոթը ես անկեղծ չէի նկատել։ Կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց պետք է խոսեն նրանք, ովքեր առաջնագծում էին, ավելի շատ իրանք պետք է խոսեն։ Ավելի շատ պետք է խոսել նրանց մասին, ովքեր առաջնագծում էին։ Թիկունքի մասին կասցնենք խոսել, այո, թիկունքը շատ կարևոր էր, շատ դժվար է նաև թիկունքում աշխատանքները կազմակերպելը։ Դե պատկերացրեք, որքան դժվար էր առաջնագծում, այն որ հողի տակից, սրտիրակությունից հետո տղերքը դուրս էին գալիս, փորում էին, զենքը վերցնում ու նորից գնում։ Իրանց մասին է պետք խոսել։ Նահանջ, վախեցել են, փախել են, էդ ով ասում է, էդ ով են ասֆալտի վրա մնացածները, ու մենք էլի չենք կարում դրանց բերանը փակենք, բոլոր նրանք, ովքեր որ պատերազմի ժամանակ եղել են պատերազմական գոտում, հա, մենք անգամ դրանց բերանը չենք կարում փակենք, այդ որ ասում են փախնում էին, հա, գուցե, եւ կային նման դեպքեր։ Այո, ես էլ եմ, եղել է դեպք, որ նկողից հանել ենք ինչ որ տղերքի։ Նորմալ երևույթ է, բայց դա համընդհանուր տենց խայտարակության վերածել, ասել, որ չէին կռվում, ասողը գլուխը պատին է տվել, բա որ չէին կռվում, բայց տականք թուրքը, այդ Թուրքիան, Ադրբեջանը, այդ Իսրայել, այդ վարձկանները, բայց ոնց է 44 օր չէին կարում գայ։ Հեքիաթ եմ ասում, չէ, փաստ է, բայց այսքան մեր զոհերը, մինչև վերջ տղերքը կռվել են, մինչև վերջ, շատերն էլ չենթարկվելով նահանջի հրամանին։ Փաստ է, չէ, շատ բան ենք խոսելու, մենք դեռ շատ բան ենք իրար ասելու, մենք, հայերս, իրար լրացնելու, հետո նոր աշխարհին բարձրաձայնելու մեր մասին։ Սա է մեր խնդիրը։ Արցախի կորստից հետո հրապարակավ ասեցիք պետք է հավաքվել եւ պատրաստվել պատերազմի։ Հիմա էլ եմ ասում։ Ձեզ չմեղադրեցին այս խոսքերի համար։ Դե հիմա։ Եղան այդպես բաներ, դեպքեր, որի մասին ինչ խոսեմ։ Մենք պետքա 23 թվականի պատերազմից հետո եւ այդ իմանալով Թուրքին մեր հակառակորդին նրա քաղաքականությանը եւ նրա գերագույն նպատակին իջիկ աշխարհի երեսից վերացնել հայի, պետքա պատրաստվեինք ու պատրաստ լինեինք այսօր ավելին սրբազան պատերազմի, որովհետեւ սա լինելու է վերջի պատերազմ, իրականում սրբազան պատերազմ, որը սրբազան շարժման հետ գուցե կապ ունի կամ չունի, չկապեն հանգարցտեց։ Այո, սա սրբազան պատերազմ է կլինի, մենք պետքա սրբագրվենք մեր հաղթանակով, որտեղ չի կարա սենց լինի։ Եթե թույլ կտայինք նորից հարձակվի մեզ վրա, ապա պետքա գնալ պատերազմի։ Պետքա գնալ, եթե ինքը գալու է պատերազմով։ Իմ թշնամին թուրքն է։ Պետքա պատրաստ լինել խաղաղ կյանքի, բայց հաղթանակած խաղաղ կյանքի։ Ոչ թե պարտված։ Պարտված չի լինի խաղաղություն։ Նա չի էլ կնքի խաղաղության պայմանագիր, չեմ ուզում խոսեմ այդ մասին, որտեղ նա Հայաստանն էլ է ուզում։ Ես հավատում եմ մեր հայ ժողովրդի մարտական ոգուն, ռազմական, նրա կամքին, որովհետև պատմության մեջ եղել են նմանատիպ մի քանի դեպքեր եւ մենք կարողացել ենք այն հաղթահարել։ Ես կարծում եմ, որ հիմա էլ կհաղթարենք, ուղղակի մի փոքր պետքա սեր ավելացնել։ Ամենքի հանդեպ եւ ամեն ինչի հանդեպ։ Սեր ավելացնենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր որ մեզ շրջապատում են։ Պետքա սիրով պատենք արդեն մեզ։ Թշնամանքի խոսքը պետքա հանենք այսքանից հետո, ոնց կարա հայը հային ատի։ Ոնց կարա հայը չընդունի այն մյուս հայի առավելությունը համարելով, որ դա իր պարտությունն է։ Էս ոնց սենց լղոզվեց ամեն ինչ, խառնվեց իրար,
Չեմ հասկանում։ Պարտությունը ոչ թե մեզ պետք է ընկճեր, այլ 1 օր, 2 օր հետո մեզ պետք է նորովի ոգևորեր նոր քայլերի, ավելի պաշտպանվելու, կարծում եմ։ Գուցե սա էլ է հեքիաթ, բայց դա այդպես է։ Ինչ եք կարծում, Արցախ վերադարձ լինելու է։ Կլինի։ Անկամ եթե կա մեկը, որը դրան չի հավատում, ինքը անգամ իրավունք չունի բարձրաձայն ասի, որ դա չի լինելու։ Ես համոզված ասում եմ, այո, լինելու է։ Ինքը լինելու է, վաղը գալու է այդ օրը։ Վաղը տարածական է, գալու է այդ օրը։ Բայց ոչ մի հայ իրավունք չունի, եթե ինքը մտքով տկար է եւ տրվում է իր տկարությանը եւ մտքում ինքը իրան համոզում է, որ դա չի լինելու, ապա նույն այդ հայը իրավունք չունի բարձրաձայն ասի, որ դա չի լինելու։ Ձերքը շարելներ օրենք կընդունեի, արգելվում է հիասթափվելը, ով հիասթափվի դատապարտել, ընտանիքով, հույսը պետք է չկորցնել, հույսն է տալիս ուժ, ոնց կարելի է չհավատալ դարձի ճանապարհին, չեմ կարծում, պետք է հավատալ։